Երեկո իջավ մեր քաղաքի վրա, լույսերը վառեցինք, Երևանը շաղ է իջել։ Ձեզ համար իսկական երևանցու կերպարը ինչպիսին է Երևանի տղա, որ ասում էին։ Ինքնասիրություն, հպարտություն ունեցող, թասիբ ունեցող տղեկ են Երևանի տղեկը։ Երևանի տղեկը երբեք ստորություն թույլ չէին տա իրենց։ Երբեք անարդար գործողություն չէին կատարի։ Երբեք թույլին չէին նսեմացնի։ Խոսքս իսկական Երևանի տղաների մասին է։ Այն տղաների, ովքեր պարզերես էին անում մեզ սովետական միության ցանկացած քաղաքում։ Կային այդպիսի եւ շատ էին, թող շատ էին։ Հիմա էլ կան, իհարկե տարիքներ առել են, ոմանք էլ այս 10 տարիների ընթացքում գնացին, որոնք Ռուսաստան, որոնք Միացյալ Նահանգներ կամ այլուր։ Երևանի տղաները իրենց խոսքը կասեն անպայման։ Նամուսով պատվով քաղաք էր Երևանը։ Մինչև հիմա էլ երևանցին երևանցու հանդեպ եւ ընդհանրապես ոչ մի ստորություն չի անի։ Դա Հարևների պատճառը ի՞նչն էր, ինչ պատճառով էին կռիվները լինում։ Սիրած աղջկա համար էր կռիվ լինում։ Հետո ակլորանում էին, բայակե երիտասարդ էին, ֆուտբոլ էին խաղում օպերայի բակում։ Խոսքի օրինակ մեկը մի քիչ անզգուշ մյուսին խփեր, հետա տակարուն էին, մի ավելորդ բառ կասեր, նա էլ կպատասխաներ, կռիվ կլիներ։ Կամ էլ կասկադ ֆուտբոլային թիմ ունեինք, կոնդում խաղում էին կոնդի հետ։ Կոնդն էլ Զվեզդա կոնդ էր։ Ոչ ավել, ոչ պակաս։ Ֆուտբոլ սիրել եք եւ խաղացել եք։ Ոչ ավել, ոչ պակաս Զվեզդա կոնդ էր։ Երկու հատ գոլ իրանց խփեցինք, գնաց մեկ էլ կոտորածը։ Լավ կռիվ արեցինք, երկու կողմն էլ տուժվեց, մենք ավելի շատ տուժվեցինք, իրանք շատ էին, բայց հարթվեց։ Հետո բարեշեցիք դրական։ Պարտադիր։ Իսկ քեննախնդիր չէին մարդիկ, քեննախնդիր չէին։ Այդքան բնակելի տարածություններ եք հանձնել ժամանակին, երբ որ քաղաքապետ եք եղել, երբ որ շրջկոմի առաջին քարտուղար եք եղել, այսքան էժան երբևիցե եղել են Երևանի տները, վաճառքը։ 36,000 ընտանիք հերթագրված էին բնակարան ստանալու, երբ ես քաղաքապետ էի։ Ստանալու։ Իսկ հիմա մարդու սրտի ծարուն է կատում, երբ աչքիդ առաջ քաղաքը դատարկվում է։ Գիտեք, 2750-ամյակը երբ Երևանի տոնում էինք, դե ես երիտասարդ էի շատ այն ժամանակ, դպրոցական հասակ էի։ Թվում էր, թե սա մի մեծ ընտանիք է Երևանը։ Բոլոր այնքան բարի էին միմյանց հանդեպ, այնքան սրտացավ, այնքան հոգեհարազատ եւ այդ տպավորությունն արթնացավ, որ Երևանը, երևանցիները դա մի մեծ ընտանիք է։ Եվ այդ ընտանիքի գաղափարը չափազանց խորն էր։ Ցավոք սրտի դա հիմա չկա։ Այդ դա որ կարողանանք կամած վերականգնենք, համոզված եղեք, որ վիճակն էլ գնալով կլավանա։ Երևանում որն էր ձեր ամենասիրված անկյունը, երբ որ դուրս էիք գալիս բոսնելու երեկոյան, ամենաշատը որ փողոցն էիք սիրում, որ անկյունը։ Գիտեք, ես ձեր սիգնոջը հետ հետագայում Կասկադն եմ շատ սիրում, որտեղ առաջ այդտեղ բաղեր էին։ Եվ այդ բաղերը մենք այնք ցոգոր գողացել երեխեքով։ Եվ հետո աչքի առաջ խոհացան Թամանյան փողոցի այդ շենքերը, աչքի առաջ այդ համալիրը սկսվեց կառուցվել եւ մարդկությունը մարդ միշտ վերադառնում է իր ակունքներին։ Մենք մշտապես գերադասում էինք Կասկադում լինել։ Եկեք այս լավատեսական նոտայով ավարտենք մեր զրույցը, այս հաճելի հիշողություններով ավարտենք մեր զրույցը։ Կարծում եմ, որ մեր հեռուստադիտողները նույնպես հաճույքով լսեցին այնինչ դուք այսօր պատմեցիք, հիշեցիք, լսեցին երևանցիները եւ միգուցե եւ լսեն այն երևանցիները, որոնք այսօր այստեղ չեն, Երևանում չեն եւ այս խոսքերը ձեր ոգևորի նրանց եւ նրանք իրոք վերադառնան, գան եւ բոլորս միասին շենացնենք մեր քաղաքը։ Շնորհակալություն եմ հայտնում, միաժամանակ դիմում եմ երևանցիներին, ոչ կոտրվել ենք, ոչ էլ դուխից ենք մենք, ապագան էլ մերն է։